Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, պարբերաբար կրակոցներ արձակելով հայկական դիրքերի եւ հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Կրակահերթերի փաստը մի քանի անգամ ֆիքսել են նաեւ եվրոպացի դիտորդները։ Խոսվում է նաեւ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում նկատվում են կուտակումներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ այսպես կոչված խաղաղության, այլև չէր ստորագրելու այդ պայմանագիրը։ Մենք մի քանի անգամ խոսել ենք այդ մասին եւ ըստ էության դեռ այս պահին մեր կանխատեսումները իրականություն են դառնում։ Ադրբեջանը չի ստորագրելու պայմանագիրը եւ Ադրբեջանը շահագրգռված չէ այն ստորագրելու մեջ։ Յուրահատուկ իրավիճակ է ստեղծվում։ Հայաստանը եւ Ադրբեջանը երկու կողմեր հայտարարում են, որ իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը, հետո Ադրբեջանը սկսում է մեկը մյուսի հետևից նոր պահանջներ առաջ քաշել, բացի այդ Ադրբեջանը սկսում է նաև լարվածությունը մեծացնել շփման գծում, փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Բայց յուրահատուկ իրավիճակը կայանում է նրանում, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստ լինելով ստորագրել այդ պայմանագիրը, չեն ստորագրում այն, նշանակում է, որ տարածաշրջանում իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի։ Նշանակում է տարածաշրջանի առնվազն երկու պետություն այս պահին համաձայն չէ պայմանագրի այն դրույթների հետ, որոնք առկա են։ Բայց մենք պայմանագրի դրույթներին ծանոթ չենք։ Նման բան երբեք չի եղել, երբ հասարակությունը ցանկացած պետության խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ գոնե տեղյակ չլինի ընդհանուր դրույթների մասին, թե ինչ կետեր կան այդ պայմանագրում։ Իսկ այժմ պարզվում է, որ տարածաշրջանային պետությունները դեռ պատրաստ չեն այդ պայմանագրի ստորագրման, այսինքն պայմանագիրը իր մեջ ներառում է կետեր, որոնք նաև անհանգստություն են պատճառում տարածաշրջանային պետությունների մոտ։ Սրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, Ադրբեջանը շարունակում է զինվել ամենօրյա ռեժիմով Իսրայելից ադրբեջանական ինքնաթիռները զենք են տեղափոխում։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց ինչպես իրանցի փորձագետներն են նշում, այդ զենքը միայն Հայաստանի դեմ չէ, որ օգտագործվելու է, գլխավոր թիրախն Իրանն է։ Այսինքն այս պահին կուտակումներ կազմակերպելով նաև հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ ցանկացած պահի ինչ որ հրահանգի արկայության պարագայում կարող է սկսել ռազմական գործողություններ։ Երկու նպատակ ունենալով շեղելով Իրանի ուշադրությունը եւ միջազգային հանրության ուշադրությունը Զանգեզուրի միջանցքից նա զորք է կուտակում միաժամանակ Իրանի վրա հարվածելու համար, բայց առաջին հերթին իհարկե Զանգեզուրի միջանցքը բլիցկրիգով վերցնելու համար։ Ադրբեջանի ղեկավարը չի հրաժարվել իր մտքից եւ այս պահին նաեւ պատճառներից մեկը թե ինչու նա դա չի անում, Թուրքիայում ստեղծված իրավիճակն է։ Թուրքական ընդդիմությունը շարունակում է հանրահավաքները եւ թուրքական իշխանությունը այս պահին դեռևս չի հաջողվում իշխանությանը իրավիճակը վերցնել հսկողության տակ։ Հետևաբար բոլորը սպասում են, թե ինչ ավարտ կունենա նաեւ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակ եւ ինչ հանգուցալուծում կստանա։ Իսկ Ադրբեջանի հայտարարությունները եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակահերթերի շարունակական կրկնությունը խոսում են մի բանի մասին։ Ադրբեջանը չի ստորագրելու այդ պայմանագիրը։ Մենք պետք է սրա հետ հաշվի նստենք, հասկանանք, որ Ադրբեջան պետության հետ միշտ չէ, որ պետք է անընդհատ զիջել։ Ադրբեջան պետության հետ բանակցությունների ժամանակ մեկ-մեկ էլ պետք է նաև սեփական դիրքերը ամրապնդելու համար ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ եւ ցույց տալ նույն Ադրբեջանին, որ այո, Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց այդ պայմանագիրը չի ստորագրելու ամեն գնով։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչ հանգուցալուծում կստանա, բայց այն, որ կուտակումներ կան, այն, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, անգամ թիրախավորելով հայկական բնակավայրերը եւ երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ է ֆիքսում, որ Սյունիքի հայկական բնակավայրից որոշների ուղղությամբ Ադրբեջանը նպատակային կրակահերթեր է արձակում, վնասելով նաեւ խաղաղ բնակչության տները։ Սա խոսում է այն մասին, որ այստեղ ոչ միայն սպառնալիքն է փորձում աշխատեցնել Ալիևը, այլ նաև հստակ ցույց է տալիս, որ իր պայմանները չկատարելու պարագայում ինքը չի խորշելու նաև հարցը փորձել լուծել զինված ճանապարհով։ Տեսնենք, թե իրադարձությունները այս ուղղությամբ ինչպես կզարգանան։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքն է։ Սիրիայում չեն հանդարտվում կրքերը թուրքական եւ իսրայելական կողմերի միջև։ Թուրքիան զորք է մտցնում հյուսիսային Սիրիա, Հալեպի հատված, իսկ Իսրայելը շարունակում է ուրեմն
հարվածներ հասցրել բոլոր այն ենթակառուցվածքներին, որոնք թուրքական պաշտպանության նախարարությունը կարող է օգտագործել Սիրիայում ամրանալու համար։ Առաջին հերթին իհարկե հարվածներ են հասցվում բոլոր օդանավակայաններին, որոնք թուրքական F-16-երը կարող են օգտագործել բազավորվելու համար։ Իսրայելը հստակ ցույց է տալիս Թուրքիային, որ ինքը մտադիր չէ զիջել Սիրիան։ Այս պահին բավականին լուրջ մրցակցություն է սկսվել Թուրքիայի եւ Իսրայելի միջև Սիրիայի համար։ Եվ շատ քիչ է մնում, որպեսզի այդ մրցակցությունը վերածվի իսկական պատերազմի։ Փորձագետները նաև նշում են, որ վերջին հարվածների ժամանակ իսրայելական օդուժը ոչնչացրել նաև թուրքական S-200 եւ S-400 զենիթահրթիռային կայանները։ Դա խոսում է այն մասին, որ եթե այդ զենիթահրթիռային կայանները տեղակայված են արդեն Սիրիայում, նշանակում է թուրքական պետությունը խնդիրներ է ստեղծում իր համար եւ խնդիրներ է տեսնում իր համար։ Հետևաբար Սիրիայում ամրապնդելու համար ստիպված է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել, բայց այդ հակաօդային պաշտպանության համակարգերը դեռևս լինելով վերակառուցման փուլում չեն դիմանում իսրայելական այն հարվածներին, որ հասցվում է օդից։ Իսրայելը հստակ ցույց է տալիս, որ Սիրիան մտադիր չէ զիջել։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում իրավիճակը ամեն պահի լարվում է Իրանի հետ կապված։ Իրանական զինված ուժերը մարտական պատրաստության առաջին աստիճանի են բերվել։ Դրան զուգահեռ ռուսական եւ չինական ռազմանավերն են մտնում Պարսից ծոց, որպեսզի լարվածությունը մի փոքր փորձեն թոթափել։ Մեծ պատերազմի վտանգը չի հեռանում Իրանի վրայից։ Մեծ պատերազմի վտանգը չի հեռանում Մերձավոր Արևելքից։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մեկնում է Միացյալ Նահանգներ, որպեսզի փորձի համոզել Թրամփին սկսել ռազմական գործողություններ Իրանի դեմ, բայց Թրամփը չնայած իր խոստմանը ամեն դեպքում հասկանում է Իրանի դեմ ցանկացած հարված ոչ միայն կարող է հրկիզել Մերձավոր Արևելքը, ինչպես նշում են իրանցի փորձագետները, այլև կարող է իր դեմ հանել Մերձավոր Արևելյան պետությունների մեծամասնությանը, քանզի Մերձավոր Արևելքում պայթյուն նշանակում է կռիվ բոլորը բոլորի դեմ, եւ այս պարագայում անգամ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցներ են հրաժարվելու նրան օգնել։ Այդ մասին մենք արդեն խոսել ենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Պարսից ծոցի թագավորությունները մեկը մյուսի հետևից հրաժարվում են իրենց տարածքը տրամադրել ամերիկյան ռազմածովային ուժերին եւ նաեւ օդուժին։ Եմենի հետ կապված եւս Թրամփը կարծես թե խճճվում է, չնայած հայտարարում է, որ ինքը հարվածներ է հասցրել եւ ինքը հաղթել է արդեն հուսիներին, բայց հուսիները ցույց են տալիս, որ դեռևս ունեն մարտական պատրաստության բավականին բարձր կարգավիճակ եւ ունակ են դեռևս բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել ամերիկյան նավատորմին։ Խառնակ իրավիճակ է ստեղծված Մերձավոր Արևելքում եւ միակ գործոնը, որ այս պահին զերծ է պահում թուրք-սիրիական բախումից, կարծում ենք հենց Միացյալ Նահանգներն են, քանզի այս պահին եւ Թուրքիան եւ Իսրայելը ամեն դեպքում առանձին պետք են դեռ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ հնարավոր պատերազմի համար։ Դրանից հետո, եթե իրավիճակը չկայունանա, չենք բացառում Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական բախում։ Թուրք-իսրայելական բախում կարող է նաև պատճառ դառնալ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների որոշակի վերաֆորմատավորման։ Ինչևէ, իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ լարված եւ այս ամենը չի կարող նաեւ մեծ չանհանգստացնել, չնայած Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Հական Ֆիդանի եւ Ռուբիոյի հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասում կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Իհարկե մի փոքր դժվար է հասկանալ ինչպես է ապահովելու տարածքային ամբողջականություն եւ իրավիճակի պահպանումը Հարավային Կովկասում եւ հարևան Իրանում եւ Մերձավոր Արևելքում իրավիճակը շեշտակի պայթի։ Ինչևէ, սպասենք տեսնենք թե իրավիճակը ինչպես կդարսավորվի եւ ինչ դիրքորոշում կցուցաբերեն կողմերը ռազմական գործողություններ սկսելու կամ չսկսելու հարցում։ Այս պահին Իրանը պատրաստ է ռազմական գործողությունները, այդպես են հայտարարում Իրանի բարձրաստիճան ռազմական նաև ղեկավարությունը, բայց միևնույն ժամանակ եւ Իրանը եւ Միացյալ Նահանգները միջնորդավորված բանակցությունները շարունակում են։ Ինչևէ, սպասենք բանակցությունների ավարտին, քանզի վստահ ենք, որ ամենավատ բանակցություններն անգամ կարող են մեծ օգուտ բերել տարածաշրջանին, քան լավ պատերազմը։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այս ուղղությամբ ինչպես կզարգանան։ Եվ վերջի թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի տնտեսական այն արկածախնդրության հետ, որ ձեռնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը։ Հիշեցնենք, որ նախորդին նա որոշում էր կայացրել, որով այն պետությունները, ովքեր ապրանք են ներկրում Միացյալ Նահանգները, այդ պետությունների ապրանքների նկատմամբ տարբեր դրույթաչափեր սկսեցին կիրառվել։ Հատկապես թիրախավորվեցին Չինաստանը եւ Եվրոպական միությունը։ Դրան զուգահեռ Չինաստանը եւս որոշակի բարձր դրույթաչափեր սահմանեց ամերիկյան
արտադրանքի հետ կապված։ Եվ առաջին պտուղները կարծես թե Տրամպը սկսում է քաղել։ Սինգապուրի եւ Չինաստանի բորսաները սկսում են անկում ապրել, չինական յուանը սկսում է անկում ապրել եւ 1997 թվականից ի վեր նման իրավիճակ չի եղել։ Տրամպը միտումնավոր տանում է ռեցեսիայի, Տրամպը միտումնավոր փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այն առաջանցիկ տեմպերը, որ այսօր ունի Չինաստանի տնտեսությունը, այդ տեմպերը ոչ միայն փոշիացվեն, այլև Միացյալ Նահանգները հնարավորություն ունենա գոնե հասնել Չինաստանին։ Քանզի այս պարագայում Տրամպը շատ լավ հասկանում է, տնտեսական հզորություններով Չինաստանին այս պահին անցնել հնարավոր չէ, եւ եթե հնարավոր չէ, ապա այնպես պետք է անեն, որ չինական տնտեսությունը սկսի ծանր օրեր ապրել։ Իմիջիայլոց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ սա նորություն չէ։ Ցանկացած տնտեսական խոշոր ճգնաժամից Միացյալ Նահանգները դուրս է եկել պատերազմով։ Դա ցույց է տալիս, երբ առաջին համաշխարհային պատերազմում վերջում Միացյալ Նահանգների պատերազմի մեջ մտնել եւ ամենից օգուտով այդ պատերազմից դուրս գալը, եւ երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգների մասնակցությունը եւ դրանից հետո ֆինանսական այնպիսի հսկայական օգուտներ ունեցավ Միացյալ Նահանգները, որ ձեռնարկեց այսպես կոչված Մարշալի պլանը Եվրոպական միությունը կոմունիզմից պաշտպանելու համար։ Եվ հիմա կարծես թե երրորդ անգամ է Տրամպը փորձում նույն քայլը իրականացնել, ռազմական գործողությունների միջոցով փորձելով դուրս գալ ռեցեսիայից։ Հաշվի առնելով տարածաշրջանների իրավիճակը, կարծում եմ, որ ամենից հավանական ուղղությունը, որտեղ Միացյալ Նահանգները կարող է ռազմական գործողություններ սկսել եւ ըստ այդմ մեծացնել ֆինանսական ծախսերը, պատճառ դառնալով տնտեսության զարգացման, հատկապես ռազմաարդյունաբերության ոլորտում, մնում է Իրանը։ Ուկրաինայում Միացյալ Նահանգները չկարողացավ այդ ամենը ապահովել, ավելին Տրամպը անգամ սկսեց քայլեր իրականացնել արդեն ներդրված գումարները հետ բերելու համար, քանզի հասկացավ, որ ուկրաինական քեյսը Միացյալ Նահանգների համար ըստ էության ավարտված է։ Եվ Միացյալ Նահանգներին մնում է միայն այն գումարները, որ ներդրել էր Ուկրաինայում, շուրջ 350 միլիարդի մասին է խոսքը, այդ գումարները փրկել։ Հիմա ներդրումների նոր ուղղություն է ի հայտ գալիս իդեմս Իրանի։ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների ֆինանսավորման աղբյուրներ կարծես թե Միացյալ Նահանգները գտել է իդեմս Իսրայելի եւ իդեմս արաբական ծոցային մանր, բայց հարուստ թագավորությունների, ովքեր կարծում են պատրաստ են որոշակի ֆինանսական միջոցներ ներարկել այս նոր ռազմական ավանտյուրայի մեջ։ Իսկ սա առաջին հերթին նպաստելու է Միացյալ Նահանգների տնտեսության եւ հատկապես ռազմաարդյունաբերության զարգացմանը։ Ինչևէ, ինչպես կզարգանան իրադարձությունները մենք կտեսնենք առաջիկայում, եւ ես ձեզ հիշեցնեմ, որ մեր հաղորդումները կարող եք դիտել նաեւ Երկիր մեդիայի եթերում։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։